Բրուտոս, քանի անցել է 2000 քանի տարի, չէ, բայց բրուտոսը մեջքից խփելու սիմվոլ։ Ինքը պայմանական ասած ուզում է ցույց տա, որ մեր էպոսի մեջ իր ամենալավ տղան ոչ թե Սասի Դավիթն է, ցարան վերում։ Նույնիսկ խիստ դեմքով գնում է ջերմուկ, չի ուզում գլուխը մի քիչ բարձրացնի, տեսնի ինձ իր պատճառով հեկտարներ են տված։ Մոդայիկա հիմա անդադ անաստաֆերմանցի տելը կամ օրուելի կամ բաներ, իմ համար օրինակ ամենապես տիպիկը Լեոն Ֆայֆանգերի բանն է, Կեփսներոն աշխատությունն։ Չէ, բայց իրականում Comps Debussy-ին, երբ որ նայում ես ֆրանսիական պատմագրությունը, ինքը դեբոշիր, Բարդուղիմոսյան գիշերը բազմաթիվ մարդկանց սպանած։ Նույն Պուշկինը Ալեքսանդր Առաջինի մասին ունի բան, որ բիժալ Պաուտ Աուստերլիցն դրաժալ, չգիտեմ ինչ է։ Սանտրին քսուն ինչ է, ասում մենք գիտենք դու պաշտ եկել ենք դիմավորենք։ Բաները խփած, Գերոյ Սավետսկի Սոյուզ օրդեն Կրասնոյ Знамени եւ այլն խփած գալիս է ու այդքան այդ մի հոգի չի, երկու հոգի չի, 10 հոգի չի, 30 հոգի չի, 50 հոգի, 100,000 մարդիկ են։ Ողջույն, 24-ի եթերում Պրովզրույցն է, Պրովզրույցի 11-րդ թողարկում ավանդության համաձայն ուզում եմ շնորհակալություն հայտնել 10-րդ թողարկման ժամանակ ձեր կողմից մեզ տրված գնահատականների, դիտողությունների, դիտարկումների, առաջարկների համար մենք ամենայն ուշադրությամբ դրանց հետևում ենք, կարդում ենք, հետո պրոֆեսոր Մելքոնյանի հետ քննարկում ենք, ուստի եւ իսկապես զգացված ենք վերաբերմունքի, ինչպես նաեւ տեղի ունեցող այսպես դիտարկումների համար։ Այսօր մեր հաղորդումը ես ուզում եմ սկսել մի հետևյալ թեմայից, անշուշտ մեր խոսելու ընթացքում մեր գործընկերները այդ նկարը կտեղադրեն հեռուստաէկրանին 1920-ական թվականներից սկսյալ Պրավդայում հրապարակվում էր մասնավորապես 1922 թվականից, երբ որ Ստալինը դարձավ կուսակցության կենտրոնական կոմիտեի այսպես ղեկավար, մի լուսանկար էր հրապարակվում։ Այդ լուսանկարում Յոսիֆ Վիսարիոնի Ստալինն էր եւ իր կողմնակիցները ռուսերեն գեղեցիկ բառ կա Սարայտնիկ, Սարայտնիկի պապարծի։ Ու 20-ական, 30-ական, ընդհուպ մինչև 40-ական թվականներին այդ լուսանկարը սովետական ձևով մոնտաժվում էր նույն Պրավդայում։ Ամեն անգամ այդ խմբային լուսանկարից պակասում էր եւս մեկ ներկայացուցիչ։ Սկզբից նրանք 5-ն էին թե 6-ը, հետո դարձան 4-ը, հետո դարձան 3-ը, իսկ արդեն 1949 թվականին այդ լուսանկարը Պրավդայում հրապարակվեց, արդեն մենակ, այնտեղ կանգնած էր միայն ժողովուրդների հայր Յոսիֆ Վիսարիոնովի Ստալինը։ Այս ամենը ինչի մասին է։ Նրա մասին է մեծ հաշվով, թե ինչպես են ժամանակի հերոսները կամաց սուբյեկտիվ եւ օբյեկտիվ իրողությունների բերումով վերածվում հակահերոսների։ Այսօր ես եւ Ռուբեն Մելքոնյանը խոսելու ենք հերոսների եւ հակահերոսների մասին, ինչպես պատմական ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր, այն ողբերգական շրջանում, որ ապրում ենք մենք միասին բոլորս Հայաստանի Հանրապետությունում, պրոֆեսոր։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում եւ նաեւ ներողություն այդ մի շաբաթյան միջման համար։ Այո, նա մեղավոր չէր, ես էի։ Այո։ Ուրեմն նախ փորձենք հասկանալ ովքեր են հերոսները եւ ինչպես են նրանք ստեղծվում, որպեսզի նաեւ հետո ընկալենք թե ինչպես են հակահերոսները ստեղծվում։ Իմ կարծիքով կա հերոսների ստեղծման երկու մակարդակ, մեկը պետական, մեկը հասարակական։ Այսինքն այն որ դու նկարագրեցիր, դա պետության կողմից ստեղծվող հերոսներն են իր համապատասխան գործիքակազմով, քարոզչամեքենայով, մամուլով եւ այլն։ Իդեպ նման զուգահեռ կա Թուրքիայում, բայց Աթաթուրքը ավելի արագ է գնացել, քան Ստալինը եւ 1933 թվականի Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 10-ամյակին ընդառաջ, երբ որ տեղադրվել էր Թուրքիայի Հանրապետության արձանը, այդպես էր կոչվում Ստամբուլում, Հանրապետության արձան հիմա էլ կա։ Այնտեղ պատկերված էին հանրապետությունը կերտածները, Քեմալը եւ իր սառատնիկները, ինչպես ասում։ Եվ այնտեղ ինքն էր եւ ընդամենը երկու այսպես գործիչ, մեկը վարչապետը, մյուսը գլխաշտաբի պետը։ Իսկ մնացը ոչ կար, ոչ Կազım Կարաբեկիրը, ոչ Ինոնյուներ եւ մարշալ Չակմակը։ Ընդ որում նաեւ այնտեղ կար երկու սովետական կերպար այդ արձանի վրա կա
ժամանակի ուրեմն բոլշևիկյան Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում Առելովը եւ Վորոշիլովը, որը խորհրդանշում է օգնությունը Այն հայտնի ոսկին, որ ուղարկվեց եւ զինվորական զորքի բանի զինամթերքի եւ այլն, իսկ ովքեր են կերտել Թուրքիան, այնտեղ հավաքական կերպարներ էին, գյուղացին, կինը, մայրը, զինվորը եւ այլն, այսինքն բանը պետությունը Թուրքիայում ներկայացրել էր իր պաշտոնական հերոսներին, հերոսը մեկն էր, Աթաթուրքն էր եւ պետությունը ուրեմն ունի մեծ լծակներ այդ հերոսին պրոպագանդելու, տարածելու, հատկապես եթե պետությունը այսպես բռնապետական։ Եվ կա մյուս հարթությունը, ինչպես է հասարակությունը կերտում հերոսին, սա իմ կարծիքով ավելի բնական պրոցես է։ Եվ ինչեր պետք է ունենա հերոսը, այսինքն մարդը, որին ձևավորեն, անցալեն որպես հերոս։ Այսինքն ինքը ինչ որ մի հաղթանակ պիտի տանի, ինչ որ մի բանը աչքի պիտի ընկնի, ինչ որ ներդրում պիտի անի հասարակության ժողովրդի կյանքում, ինչ որ, չեմ, տարածք պետք է ազատագրի եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչ կամ դժվար իրավիճակում փրկի ժողովրդին, այս ամեն ինչի արդյունքում ձևավորվում է հերոսը։ Հիմա հայ ժողովրդի պարագայում մենք ավելի շատ այս երկրորդ այսպես բանով մակարդակով հերոս ծնունդ տված ժողովուրդ են, որովհետև երկար դարեր պետություն չենք ունեցել եւ մեր հերոսները, որոնք ձևավորվել են, իմ կարծիքով այս բովով անցած բնական ճանապարհով անցած ձևավորված հերոսներ են, որոնք եղել են պետականության բացակայության ժամանակ ծնված հերոսներ, կրիտիկական իրավիճակներում ծնված հերոսներ եւ այլն։ Եվ նույն տիպի հակահերոսները նրանք են, ովքեր այս ամեն ինչի հակապատկերն են, այսինքն տարածք են կորցրել, աղետի են բերել, հիմա ես հասկանում քո ձևավորվող ժպիտը։ Հիմա ես դրանք ասեմ։ Աշխարհը փուլ է եկել։ Ես դրանք անում։ Այսինքն ինչ որ կորուստներ են ունեցել, դավաճանել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ հիմա քանի որ մենք պետք է այսպես հարցը դիտարկենք ամբողջության մեջ, երբեմն լինում են կեղծ հերոսներ եւ երբեմն լինում են հակահերոսներ, որոնք իրականում պետք է լինեն հակահերոս, բայց դառնում են հերոս։ Եվ դա է նաեւ ժամանակի այսպես բանը։ Ոգին եւ շունչը։ Չէ, նաեւ տրամաբանական այսպես բարդությունը, տրամաբանության բացակայության երբեմն բարդությունը, որ ինչպես կարող է հակահերոսը դառնալ հերոս եւ մեր օրերում մենք դա տեսնում ենք, ընդ որում հակահերոսը դառնում է հերոս հասարակության մի շերտի համար, նաեւ ի հաշիվ իրական հերոսների եւ ոչ միայն չի բավարարվում իր կեղծ դապնիներով, ինչպես մեր օրերում մենք տեսնում ենք, այլև շարունակում է ոչնչացնել, արատավորել իրական հերոսների, կենթանի հերոսների եւ ոչ կենթանի հերոսների հիշատակը։ Ի վերջո, մի ազգ, որը տվել է հեքիաթի մակարդակով Քաջ Նազար կերպարը, որը դա այսինքն վախկոտ է, բայց հերոս է, որպես անհաղթ, հասկանում ես, ջարդի 1000։ Այո, այսինքն վախկոտը անհաղթ է եւ այլն, ենթադրում ուրիշ ազգերի մոտ էլ կան այս բանը, այսինքն այսպիսի կերպարն, այսինքն եթե մենք այս ամեն ինչի ծնունդ տվել ենք, այս հեքիաթի ծնունդ տվել ենք, ուրեմն այս հերոս հակահերոս դիլեման հայ ժողովրդին ուղեկցել է, ինչպես նաեւ fake հերոս դիլեման հայ ժողովրդին ուղեկցել է տարբեր ուրեմն դարերում։ Բայց եւ մեկ էլ մի բան էլ ավելեմ, որ մենք նաեւ հերոսներին ստանում ենք գրականությունից, այսինքն պետությունը 1, հասարակությունը 2 եւ գրականությունը։ Հենց դա է։ Ու գրականությունը ոչ միշտ է, չէ՞, դու մի անգամ ենք խոսում ենք, օրինակ Ձյումայի հայտնի հերոսները 3 հրացանակիրները։ Հարբեցողներ են։ Այսինքն սառը պատմության տեսանկյունից նրանք այսպես արկածախնդիր դեբոշիրներ են եղել եւ այլ, բայց Ձյուման այնքան է հերոսացրել կամ այնպես է հերոսացրել։ Դե հիմա տես օրինակ բանի մեջ նույն Ձյուման հերոսացնելու մեծ վարպետ էր, նույն իր հայտնի 3 բաները կա, չէ, այսպես վեպերը կա, որ մեկը մյուսին հաջորդում է, Թագուի Մարգո, հետո Կոմսուի Դեմոնսոնսորը եւ 45-ը, այո։ Այստեղ կա բանի իմ կողմից շատ սիրած այդ ասպետական կերպար կա, Կոմս Դեբյուսիի կերպարը կա, չէ, բայց իրականում Կոմս Դեբյուսին, երբ որ նայում ես ֆրանսիական պատմագրությունը, ինքը դեբոշիր Բարդուղիմոսյան գիշերը բազմաթիվ մարդկանց սպանած, այսինքն լիգայի կողմնակից, կաթոլիկ լիգայի կողմնակից, ուրեմն
ռուսերեն լավ անջում զայադի ֆիխտավայլշիկ, այսինքն անընդհատ սուսերամարտի բռնվող եւ կռվարար դեբոշիր, հա, ժամանակից ասած խուլիգան կերպար ա եղել, որ նաեւ իդեպ խլել է իր եղբոր, որը հուգենոտ ա եղել, եղբոր հարստությունը իր զարմիկի, այսինքն հարստությունը եւ այլն, այսինքն իրական կյանքում շատ հակասական կերպար ա եղել, բայց Ալեքսանդր Դյուման, մեծն Դյուման կարողացել է այնպիսի կերպար կերտել բյուսից, որ այսպես 100,000-ավոր մարդիկ պայմանական ասած հերոսացել են իրեն։ Մանայի պետք է հասկանանք, մենք իրական հերոսի եւ մտածածին հերոսի տարբերությունը կա, բայց ոգևորելու առումով հասարակական լայն շերտերին այդ մտածածին հերոսները իրենց կարևոր ֆունկցիան ունեն։ Եթե մենք մի քիչ փորձենք ավելի համակարգել ու կանոնակարգել, պիտի փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչ է հերոսականությունը հասարակական հասարակական կամ հասարակության վերաբերմունքից ելնելով, հա, այնուհետև գնանք շարունակենք գրականություն եւ պետություն։ Իմ խորին համոզմամբ հասարակության կողմից հերոսականացումը դա այս կամ այն դրվագի համար տրվող այդ պահի էմոցիոնալ հանրային գնահատականն է։ Այսինքն ինքը երկարաժամկետ չի լինում, որովհետև այնուամենայնիվ եթե մենք խոսում ենք մինչ թվայնացված հասարակության վերաբերմունքի մասին, որտեղ նորությունները, լուրերը, տեղ ունեցող իրադարձությունները, այսպես 10, չգիտեմ, օրեր կամ անգամ ամիսներ հետո էին հասնում բնակչության մեկ հատվածից դեպի մյուս հատվածը, ասենք պայմանական, չգիտեմ, տեղի է ունեցել Զիրավի ճակատամարտ, հա, չգիտեմ, Պապ Թագավորը բյուզանդացիների հետ միասին ջարդել է պարսիկներին եւ հայ դավաճաններին մեր ուժանարծունն իմաստնավորի։ Այնտեղ չնայած էլի մանեն են եղել, չէ՞, այնտեղ կարծեմ լեկած եւ աֆղանիստաբաներ զորքերն են եղել։ Մի խոսքով հանրային մինչև մի տեղից մյուս տեղա հասել այդ հերոսականության մասին դրվագները մյուսի եւ այլն, օրեր, ամիսներ, անգամ տարիներ ա տևել ու բնականաբար այդ ժողովրդական բանահյուսության ձևով ինքը շատ փոխվել է, ավելի հերոսականացվել է կամ տեղ-տեղ հակա ինչ որ քարոշություն ա տեղի ունեցել ըստ իրավիճակի, բայց ժողովրդի կողմից տրված հերոս կոչումը ինքը դրվագային է, ինքը երկարաժամկետ չի, ինքը այդ պահին տեղի ունեցող իրադարձության համար է։ Երբ որ ինքը մտնում այլևս գրականություն, պայմանական ասած, կամ պետական բանի մեջ է մտնում, այդ ժամանակ ավելի մասսայականացվում ու երկարաժամկետ է դառնում։ Բայց նայ, չէ, օրինակ հերոսներ կան, որոնք համամարտկային են, համազգային են եւ քո ասած դրվագային չեն, երկար ժամանակ, օրինակ, լավ Վարդան Մամիկոնյանը վերցնենք։ Մենք որտեղից գիտենք 5-րդ դարի պատմիչներից, չէ՞։ Բայց 5-րդ դարից մինչև 20-րդ դար, մինչև Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք գրելը, այդ կերպարը հո հայերի մեջ մնացել է։ Ճիշտ ես ասում, Վարդան Մամիկոնյանը մնայուն կերպար է։ Դերենիկ Դեմիրճյանը չի հորինել, հո Ջումայի պես ասենք հարբեցող Վարդան Մամիկոնյանը չի դարձել հերոս։ Չէ, ճիշտ ես ասում, բայց դրա հետ մեկտեղ դա այլևս այդ քո ասած հասարակության կողմից հերոսի արժանացման բանը չի, դրվագը չի։ Չմոռանանք, որ Վարդան Մամիկոնյանի հերոսականացումը դարերի վեր շարունակել է հայկական միակ ինստիտուցիոնալ այդ դարերի ընթացքում պահպանված կառույցը հայ առաքելական եկեղեցին։ Հա, սրբացրել է, այո, այսինքն Եղիշեն ֆիքսենք, որ ինքն էլ հոգևորական էր, չէ՞։ Հա, բայց հետո ֆիքսենք, որ Վարդան Մամիկոնյան կաթողիկոսի թոռն էր։ Դե հա, Սահակ Պարթևի թոռն էր, այսինքն իր մեջ այսպես սրբերի արուն էր հոսում, նաև, չէ, Գրիգոր Լուսավորչի արունն էր։ Հա, մորավական կողմից Պարթև էր, էլի։ Հոսում, չէ, դե Լուսավորչի տոհմից էր ամեն դեպքում։ Պարթև ասելով նկատում եմ Պարթև, Սահակ Պարթև, Գրիգոր Պարթև, Պարթև նախարարական տոհմից այսպես։ Հա, բնական է, որ եկեղեցի, հիմա նույն այդ եկեղեցական մեր պատմիչները օրինակ Պապ Թագավորին բացասական են ներկայացնում, չէ, նույն Բյուզանդը, չէ, որ նա, չգիտեմ, դևերի հետ էր քնում, օծերի, չեմինչերի եւ այլն, բայց տես Ստեփան Զորյանը լրիվ դա հանել է վրայից։ Այսինքն Ստեփան Զորյանի Պապ Թագավոր վեպը եւ Բյուզանդի պատմությունը Պապի մասին իրար հակադիր են եւ հաղթել է գեղարվեստական գրականությունը։ Դե դա օբյեկտիվ պատճառները կան։ Օբյեկտիվ կան, որովհետեւ սուբյեկտիվ էր Բյուզանդը, ենթադրաբար, ավելի շատ սուբյեկտիվ, որովհետեւ նկարագրությունները այդ նույնիսկ այն ժամանակվա սուր հակադրության հետևանք։ Եթե այդքան հակահայ էր Պապը, ինչ էին օտար պետությունները ուզում սպանել
պապին եւ այլն 4 տարվա ընթացքում ինչեր է արել եւ այլն։ Հիմա որ պապ թագավորի կերպար, հիմա էլ երրորդ ինտերպրետացիան է, չէ՞, պապ թագավորի։ Մի հատ Ստեփան Զորյան, Ֆաուստուս Բյուզանտ, հիմա էլ այսօրվա քաղաքական այսպես իրողությունները։ Նաեւ ձևավորվում է երբեմն կարող ենք ասել էլի քո ասած գրականության միջոցով կարա ձևավորվի բացասական, չէ՞, կերպար, հակահերոսը, որը խորանալով օբյեկտիվ իրողությունները կարող մնան ինչ որ հիմա մենք չգիտենք Վասակ Սյունին այտենց ընդգծված հակա Հայաստան հո չէր։ Դե այդ Վարդանյանների եւ Վարդանյանների կռիվը, թե ով է ճիշտ, այդ դիլեման, այսպես ասենք, մշտապես էլ քննարկվել է, այս վերջերս անգամ ասում են ինչ որ գիրք է, ես չեմ առիթ ունեցել ծանոթանալու, ասում են ինչ որ գիրք է հրատարակվել, որտեղ պնդում կա, որ փաստացի այնտեղ ոչ թե ավարի ճակատամարտում կռվել են հայկական եւ պարսկական բանակները, այլ երկու հայկական բանակներ իրարից տարանջատված այսպիսի բաներ, ես դեռ չեմ կարդացել, դա համար ասում են նիչիտալն ու ասուժդայը, դա համար կարծիք էլ չեմ կարող ասել այդ առումով, բայց այդ դիլեման Վարդանյանների կերպարներ են իրենք, հերոսների եւ հակահերոսների արմատացած կերպարներ են, Վարդանանք եւ Վասականք, այսպես ասած, հա, եւ դա շատ դժվար կլինի հանել եւ չգիտեմ էլ իմաստ ունի հանել թե չէ։ Ամենայն դեպս իրենք գեղարվեստականացման շնորհիվ են դարձել կերպարներ, բայց այնուամենայնիվ եկել հասել են 21-րդ դար, մեկը հերոսի, իսկ հակահերոսի պարագայում Վասակի այսպես հակահերոսականությունը հիմա ավելի քիչ է։ Դե հիմա ինչի վրա այդ հերոսի եւ այդ հակասականության վրա, այսինքն մեր հիմնական խոսակցության թեման այլևս հակասականությունն է, ինչպես է ստացվում, օրինակ չես նկատել հայկական սոցիալական ցանցերի այդ բանը։ Ենթադրում դա ոչ միայն հայկական է, բայց այս իմաստավորի մեր պարագայում որ հաստատ է, որ մարտ առավոտյան ծնվում է որպես հակահերոս, կեսօրին ինչ որ մի գործողություն է կատարում, ամբողջ Facebook-ը սկսում է իրան գովերքել եւ ինքը դառնում է հերոս, երեկոյան քնում է լինելով ամենաատելի կերպարներից մեկը։ Չես նկատել այդ հանրային վերաբերմունքը այդ բանի։ Հա, բայց մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, չգիտեմ, հետ ճշմարտության ժամանակաշրջան է անվանվում։ Նոր ճշմարտություն։ Համենայն դեպս այն ժամանակաշրջանը, որտեղ այդ քո ասած հերոսները կարող են առավոտ ծնվել եւ երեկոյան նրանց աստղը խամրի, բայց այս հերոսի հարցը մարդկության պատմության ընթացքում բոլոր ազգերին է հետաքրքրել եւ Լերմոնտովի այդ հայտնի ստեղծագործությունը մեր ժամանակների հերոսը նաեւ ինչ որ հավաքական բան է, չէ, հարցը բարձրացնում, ով է մեր ժամանակների հերոսը եւ ենթադրաբար այդ հարցը հետաքրքրել է հին հույներին, չգիտեմ, հայերին, պարթևներին եւ շատ այն պարզ պատճառով որ հերոսի կերպարի վրա հասարակության առաջընթացի հնարավորություն է ստեղծվում ոգևորության սերունդների կրթման։ Հիմա գիտես Հայաստանի իշխանությունների ռևիզիոնիզմը ամեն ինչի նկատմամբ ես մի օր չեմ զարմանա որ կգնա կհաստի ընդհանուր մինչև չգիտեմ պայմանական եմ ասում, չգիտեմ, Դավիթ Բեկ մխիթար սպարապետ կամ նրանից այլ ավելի անդին, որովհետև վերջի վերջո մանավանդ այդպիսի պատմական ահռելի կերպարների վերլուծությունը, այսքան մակերեսային եւ այսքան ճղճիմ ձևով, ինչպես որ արվում է օրվա իշխանական ռոպագանդիստների կողմից, այն པարզ պատճառով, որպեսզի ապացուցեն, որ տեղ ունեցող ձախողումները, ողբերգությունները, հողատվությունը եւ մնացած ամեն ինչը հենց դա է իրական հերոսականությունը, այլ ոչ թե սեփական երկրի ու պետության համար կռիվ տալը, դրա համար այդ ռևիզիոնիզմը կարա դրան էլ հանգեցնի։ Եթե մենք խոյանում ենք մեզ համար այդ ահռելի վիթխարի պատմական կերպարների մեջ, ասենք ես օրինակ միշտ ուզում եմ այդ առումով բերեմ Բոնապարտի օրինակը, հա, վերջի վերջո այսօր Նապոլեոն Բոնապարտը համարվում է երևի թե բոլոր քիչ թե շատ իրան հարգող մասնագետների, պատմաբանների կամ պատմություն ուսումնասիրողների կամ գրականագետների մոտ, եթե աշխարհում 10 կերպար է եղել վիթխարի, հա, որպես զորավար, որպես ռեֆորմատոր, որպես նաև նվաճող, մեկը հաստատ Նապոլեոն Բոնապարտն է, բայց արի ընդունենք, որ ասենք, չգիտեմ, մինչև Հիտլերի հայտնվելը Գերմանիայում եւ նացիստական Գերմանիայի վերելքը Բոնապարտը, ասենք, հակաֆրանսիական ճամբարի ներկայացուցիչների մոտ ներկայացվում էր իբրև պետական ռոպագանդայի տեսանկյունից եւ անգամ ժողովրդական բանահյուսության մեջ էր մտել որպես չարագործ, խելագար, մոլագար, ուզուրպատոր, Անգլիայում անգամ երեխաներին քննացնում էին
Բոնապարտե մեշոկ պապի ֆենոմենով, Բոնապարտը գա քեզ, չգիտեմ, կուտի եւ այլն Նայ, եւ այլն, կներես եւ ռուս ուղղափառ եկեղեցին անգամ պաշտոնապես իրեն սինոդով բանադրել է եւ սարքել է որպես հակաքրիստոս Հա, անտիխրիստ։ բայց նայ, նախ ռուսական իրականության մեջ Բոնապարտի նկատմամբ հետաքրքրություն եղել է, այնպես չի, որ հենց նաև ռուսական դասական գրականության մեջ, Վայնայի միրը եւ այլն։ Տոլստոյի բանի մեջ, այնպես չի, որ բոլորը տենց ինչ որ ատելությամբ Ես այժմ անգլիական ու գերմանական նաև հետաքրքրություն կար, չէ՞, դեռ նաև վարկած կա, որ ռուս կայսր Ալեքսանդր առաջինը, երբ որ Նապոլեոնի հետ դեռ մինչև պատերազմելը նրանով այսպես հետ տարված է եղել եւ այլն, նաև հետո տես նույն ռուսական գրականության մեջ կան ակնարկներ, որ քննադատում է իրենց տիրակալին, գովերքում է անուղակի Նապոլեոնը, նույն Պուշկինը Ալեքսանդր առաջինի մասին ունի բան, որ բիժալ под Աուստերլիցem դրաժալ, չգիտեմ ինչ, այս կնկարագրում ինչպես է փախել Նապոլեոնի հետ ճակատամարտից իրենց կայսրը Ալեքսանդր Ռոմանովը, հետո ինչպես է ստավանդույթի չեմ ծառի տակ պահկվել վախեցել եւ այլն, այսինքն Պուշկինը կլասիկ անուղակի ինչ որ Նապոլեոնի մասին բան, որտեվ այդ երբեմն այդ թեկուս կո ասած այդ տիրակալները, որոնք մահվան աղետի եւ այլնի պատճառ են դառնում, նաեւ մարդկության տարբեր սերունդներին իր ժամանակակից եւ իրենց հետո հետարքրում են։ Ինչ վերաբերում է 1000 անգամ ես մեծագույն չեմ ուզում բան դառնամ, ես հարցում այնպես չի որ մեծ մասնակից եմ, բայց ենթադրում եմ, որ ռուս գրականության կողմից Բոնապարտի ոչ միանշանակ ընկալումը դեպի դրական, այսինքն իրենց պաշտոնական թշնամու մի քիչ դեպի ռոմանտիզացնելու եւ տեղ-տեղ դեպի այսպես դրական ներկայացնելու մոտիվներից մեկն էլ այն էր, որ ճորտատիրական հասակրիպասնոյի պրավայի խոր մոնարխիստական ինքնակալ Ռուսաստանում, որտեղ մարդիկ այսպես բան էին, հա, հոգի էին, հա, հաշվում էին, 1000 հոգի եւ այլն, Բոնապարտը իր ազատության գաղափարներով, ռեֆորմիստական գաղափարներով սահմանադրություններ գրելով եւ այլն, այսպես էդի տեխնոլոգիա էր, ասում գալիս են բան Բոնապարտը ձեզ ճորտատիրությունից ազատելու։ Բայց դա բանը 5-րդ ճարասյուն, որ ֆրանսիական հեղափոխության բաները, գաղափարները ռուս գրականության մեջ բավական մեծ ազդեցություն եւ նաեւ բան ունեին, որոշակի համակրանք ունեին։ Հա, բայց դեկաբրիստները ինչից էին այդքան ոգևորվում, որ չէ, դեկաբրիստները հետո նապոլեոնյան էպոխայում։ Հա, բայց ամեն դեպքում այդ հեղափոխականությունը մեծ խոր արմատներ ունի։ Դե դրա համար դրական էին հենց ասում Նապոլեոնը։ Հա, բայց դա տեխնոլոգիա էր 5-րդ ճարասյունը ակտիվացնելով, որ Նապոլեոնը չի գալիս ձեզ կոտորելու։ Հիմա Պուշկինը 5-րդ գալիս է, հա, գալիս ձեզ ազատություն բերելու, էլի, եւ ասում զարմանալի էր, թե ինչպես մուժիկը փոխանակ Նապոլեոնին դիմավորի, հարցակվում էր եղանով ֆրանսիացի այդ ազատարար զինվորի վրա։ Դա աբսուրդ է, որտեղ եկել այդ մարդը այդ մուժիկի երկիրը գրավելու։ Նայ, այդ որ ասում ես Նապոլեոնը վախեցնում էին բաներին, չէ, երեխաներին, ռուս երեխաներին։ Հետարքիր զուգահեռ կա, հետո մեր հետ հերոսի մասին խոսենք, Անդրանիկ Զորավարը։ Այո։ Թուրքիայում մինչև ենթադրում եմ 80-ականներ այդ բանահյուսական նյութերը այդ ժամանակ են վերջի անգամ հանդիպել, այդ ժամանակվա գրի առած։ Օրինակ Էրզրումի նահանգում թուրք մայրերը իրենց երեխաներին վախեցնում էին Անդրանիկով, որ քնի, եթե չքնես Անդրանիկը կգա։ Անդրանիկը որպես հակահերոս, որպես բացասական հերոս, ընդ որում Անդրանիկը հիմա էլ է Թուրքիայում, հենց Էրզրումի նահանգի դպրոցներում որպես հակահերոս տարածված։ Այդ արքիր ֆենոմեն է։ Անդրանիկը մեզ մոտ հերոս, երբեմն վստահ, բայց Թուրքիայում հակահերոս։ Եվ մեկ էլ սենց մի բան այդ որ ասում ես հատկապես հիմա ներկայացնում։ Իմ կարծիքով կա այստեղ չարտահայտված խորքային բարդույթ եւ վրեժ, պարտված ղեկավարը փորձում է վրեժ լուծել սիմվոլիկ հաղթած հերոսներից, ոչ միայն ողջ իրեն իր ժամանակակից, հա, այլ հերու, այսինքն պարտված ներկայիս օրինակ Հայաստանի ղեկավարությունը կարող է բացի նախկին նախագահներին, գեներալներին հալածելուց հիմա նաև փորձի սիմվոլիկ վրեժ լուծել եւ փորձից տվել էլ թե Նժդեհը հերոս չէր, Անդրանիկը հերոս չէր, չէ, իրենց կառավարության մեջ մարդիկ կան, որ ասում են Նժդեհը ֆաշիստ էր եւ այլն։ Այո, այսինքն այտենց կարող են գնալ դե հիմա նայ, եթե շատ ճիշտ ես նկատում, ու դրա պատճառը դա վրեժ է, դա իրենց պարտված է, քանի որ Իլհամ Ալիևին չեն կարողանում հաղթել։
շուռ են եկել փորձում են հաղթել նրանց, ովքեր հաղթել են Իլհամ Ալիևին եւ հորը։ Այդ միանշանակ այդպես է իմ կարծիքով, բայց դա այդ մեկտեղ, ասկն եւ հավելում են քո ասածին, այս ամբողջս վերջին մի 4-5 տարվա ընթացքում պարտությունից հետո 20 թվականից ես նկատել, ասկն վստահ եմ որ նկատել ես, որ պետական մակարդակով հերոսի ինչպիսի կերպար են ներշնչվում հայ հասարակության մեջ։ Հարկատուն։ Որ ոչ այո, հերոսը հարկատուն է, հերոսը այն մարդն է, որը բանանում աշխատում է, փողավճարում պետական բյուջե եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդկության մարդու կամ գործարարի կամ բիզնեսմենի իմպերատիվ պարտականությունը իր աշխատելու արդյունքում գոյացած հարկերը վճարել, այլևս ներկայացվում է որպես հերոսություն ու այդ տրամաբանության մեջ հանվում է ամբողջ հանրային քննարկված դիսկուրսի դաշտից զենքի մարտական սխրանքներ գործած, ճակատամարտեր եւ պատերազմներ հաղթած մարդկանց պետական ռոպագանդան ընդհակառակը փորձում են ամեն մեկի մեջ գտնել մի արատ իրենց անձնական կյանքի ընթացքում ցույց տալու համար, որ իրանք այդքան իդեալական չեն, բայց սիրելի ժողովուրդ չկա մարդ, որի կենսագրության մեջ սկսած Անդրանիկ Զորավարից ավարտած, չգիտեմ, Տիգրան Մեծով, Ֆարչակ II-ով, Լևոն Ռուբինյանով կամ Դավիթ Բեկով ու Մխիթար Սպարապետով, որի անձնական կյանքի մեջ չլինեն հատվածականություններ, այսինքն լինեն հերոսականության շրջան որոշակի առումով, անձնական ողբերգությունների շրջան, սրտերի մեջ չկա, սխալների շրջան եւ այլն չկար այդպիսի հակասականություն եւ կամ մյուսների Քրիստոսի աշակերտների մեջ չկար այդպիսի, այսինքն մարդը ինքնին սխալական ու ավելին հիմա եթե մենք խոսում ենք աստվածաշնչյան ալեգորիաներով, ապա այս իշխանությունները վերցրել են Հուդայի հերոսականացման ճանապարհը, որովհետև այն ամեն ինչ որ տեղի է ունենում Հովանավանքում եւ մնացած տեղերում, այսինքն սեփական եկեղեցուն դավաճանած, հոգեվոր առաջնորդին դավաճանած մեկին, որը ուղղակի քաղաքական ակտիվիստի է վերածվել եւ կապ չունի հոգեվորականի հետ, այդպիսի կերպարները հերոսականացնելու շրջան է սկսվել։ Հիմա այս իշխանություններին երբեմն որոշ ընդդիմադիր շրջանակներ, հատկապես դաշնակցական, այսպիսի ձևակերպում են նեոբոլշևիկյան եւ այլն, չէ՞։ Հիմա իրենք ինչ որ մի բան վերցրել են սովետական շրջանից, եւ որ ասում են մեր գլխավոր հերոսը հարկատուն է, դա հիշեցնում է սոցիալիստական աշխատանքի հերոսի բանը, տիտղոսը, որ կար սովետական քաղաքացիական ամենասկզբից քաղաքացիական պատերազմի հերոսներ կային, կային եւ այլն։ Տարբեր հերոսներ կային, այսինքն այնպես չէ որ միայն սոցիալիստական աշխատանք է, չէ։ Հիմա նայ, այս նույն կոնտեքստում որ ասում ես զենքի մարդկանց հերոսականությունը այսպես տվերում են առաջ հարկատուին կամ չեմիջի, որովհետեւ մենք զինվորական պարադները փոխեցինք գինու փառատոների հետ։ Մենք հրաժարվեցինք հաղթական զինվորական պարադներից եւ նախընտրեցինք գինու կիսահարփած փառատոները։ Ոչ միայն գինու։ Եվ երբ որ Երևանով անցնում էին հաղթական զորքերը եւ տեխնիկան, հիմա Երևանի որոշ փողոցներում անցնում են գինու փառատոնի մասնակիցները բաժակներով լի կամ դատարկ։ Հասկանաս, այսինքն արժեքը փոխվել է։ Հիմա վերջ տարիներին մենք նույնիսկ զորահանդես էլ չկա Հայաստանում, դրա համար արդեն այդ արժեքային համակարգում այդ տիպի բաներ պետք է իհայտ գան։ Եվ հիմա նայ, քանի որ խոսեցի, մի հատ հայկական, այսպես մեր հերոսական հերոսների, եթե sense ինչ որ բանը փորձենք, հա, շտեմարանը, այս հայկական հերոսները, որոնք պետության կողմից չեն այսպես ներկայացվել հանրության, այլ հանրությունը ինքն է ծնել, այդ հերոսները շատ բարդ փուլ են անցել եւ մարդկային եւ կերպարային եւ իրենց կենթանության օրոք եւ հետո արդեն մայից հետո իրենց կերպար։ Մասենք վերցնենք Զորավոր Անդրանիկին, մեկը, չէ, Զորավոր Անդրանիկը ժողովրդի ծոցից դուրս եկած ժողովրդային հերոս էր, ժողովրդական հերոս էր, այսինքն երբ որ հետո սկսեցին ասել գեներալ Անդրանիկ եւ այլն, միևնույնն է, ինքը այն հայ, արևմտահայ մարդն էր, որը վրեժից, ըմբոստությունից դրթված դուրս էր եկել ու հաջողության հասել։ Շապինանդը Եվ իր նման շատերը իրենից առաջատեր ու ինքը աչքի էր ընկել բան։ Ժողովուրդը իրեն սիրում էր եւ ինքը ժողովրդական հերոս էր։ Մի հատ քեզ հետարքիր բան ասեմ, ոչ միայն քեզ։ Ես տարիներ առաջ մեր հայտնի բանասեր բանահավաքներից Սուրեն Սահակյանը գրի առել ասք Անդրանիկի մասին։
դու գիտես որ ժողովրդի մոտ կարծեմ սասունցիների, մշեցիների մոտ կա էպոս Անդրանիկ, ասկ Բերնեբերան փոխանցված։ Այո, ոնց որ կա Սասնա ծռերի էպոսը, այնպես էլ կա Անդրանիկի մասին, ընդ որում շատ զուգահեռներ կա Սասնա ծռերի հետ, որովհետև ամեն դեպքում ինքը ասկ է, եւ Անդրանիկին երբեմն կարող էին հաղորդել հատկանիշներ, որը հատուկ էր Սասունցի Դավիթին։ Այսինքն ժողովուրդը Սպիտակ ձիով, հրեղենձի սպիտակ մասին մեզ մի բան կա։ Ուրեմն ժողովուրդը ինքը իր հերոսին ստեղծել է եւ անմիջապես տարել է նախորդ հերոսի հավաքական Սասունցի Դավիթի հետ բավական ասոցիացիաներ, նրա ձին, Անդրանիկի ձին եւ այլն եւ այլն։ Բայց հետո արդեն Անդրանիկը որպես քաղաքական է թողուբոհի մեջ սկսում են ի հայտ գալ Անդրանիկի սխալները, օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականները, ինչի sense չարեց, ինչին sense չարեց, թողեց գնաց, մնաց եւ այլն, չէ՞։ Բայց այնուամենայնիվ ասենք որ թողներ մնալ օրինակի համար պայմանական ասած Երևանի բերդում թուրք մսագործը եւս մեկ զոհ կունենար, էլի Օրղանյանի ու մնացածների պես։ Հա, բայց նա հիմա սովետական շրջանում ինքը արմատացավ մնաց բան, հերոս, ինչքան էլ փորձեցին հանել, մնաց, չէ, ինքը դաշնակ ֆիդայապետ, չգիտեմ ինչ եւ այլն, բայց մնաց Չնայած դաշնակցական չէ։ Չէ, այդ կերպարի մեջ, չէ, բայց սովետական ռոպագանդան չկարողացավ կամ իզորու չեղավ հանել եւ գրքեր գրվեցին նրա մասին, անգամ Ադրբեջաններ, գիտե, բողոքի նոտաներ ուղարկում Մոսկվա, նոտա չէ, բողոք էր, որ ինչու են Հայաստանում ռոպագանդում մեկին, ով կոտորել է եղբայրական Ադրբեջանի, չգիտեմ, բնակիչներին, որոնք հարձակվել էին Հայաստանի վրա եւ այլն։ Եվ ավելի ուշ շրջանում ի վերջո նաեւ բան չէ, մետրոյի կայարան զորավոր Անդրանիկ, այսինքն նա այնքան Ամոր անգամ խորհրդայնությունը ստիպված ընդունեց ու ընկալեց այդ կերպարը։ Ավելին ինքը փորձեց սեփականացնել այդ կերպարը։ Սովետական միության հետաքրքիր ֆենոմեններից մեկն էր, որ եթե ինքը կռիվը տալիս են, որտես օրինակ մեծ հաշվով բոլշևիկյան հեղափոխությունը մոնարխների դեմ էր, չէ՞։ Ու սկզբնական շրջանում ես անգամ նկարներում տեսել, որ բանի այդ մեդնիսայդնիկը, այսինքն Պյոտրին բանը ծածկել են, հետո հանել են։ Դա բանի Ալեքսանդր 3-րդի արձանը կա, մի քիչ կոպիտ արձան է ինքը, այդպես վանդակի մեջ էին դնում կողքը մի շենքի հետևը փակել են տարել են շենքի հետևը փակել, բայց մինչև տանելը անգամ բանի հոկտեմբերյան հեղափոխության հերթական տարեդարձներից մեկի արդիվ առաջին, երկրորդ, երրորդ չեմ անում, բան էին արել, վանդակի մեջ էին Ալեքսանդր 3-րդի արձանը դրել, հա։ Ֆրանսիայում ավելի վատ բաներ են։ Ֆրանսիայում մոնարխների բաները հանեցին շարժները, շիրիմները, քանդը ոսկորները են, բայց ինչ որ շրջան հետո, ինչ որ եւ հատկապես ես դա ենթադրում եմ մեծ հայերենական պատերազմի հետևանքներ, որ իրենք այլևս սկսեցին ընդունել, ընկալել եւ ավելին առանձնացնել այդ բանը մոնարխիստական էպոխան պայմանական ասած ժողովրդի մեջ կարևոր նշանակություն ունեցող կերպարներից ու դարձնել սեփականը, այսինքն օրինակ համար Սուվորովը, Կուտուզովը եւ այլն, նրանք վերջում ցարական բաներ էին, չէ՞, հրամանատարներ էին ու այդ մարդիկ դարձան սովետական պատմագրության մի հատված կամ ընկալումների ֆիլմեր նկարվեցին իրենց մասին, սարվեցին եւ այլ ու սովետությունը ու Անդրանիկի պարագայում որ անիմաստ էր հայ ժողովրդին հակաանդրանիկություն ներշնչել իր մեջ, ինքը բան արեց, այդ պայմանական ворթեգրեց Անդրանիկին, էլի։ Նայ, բայց նախ ժողովրդին եւ պետության հերոսներ են պետք։ Իհարկե, անշուշտ։ Չի լինի հասարակությունը առանց հերոսների։ Եվ այդպիսի վառ կերպարներ պետք են։ Դա երկրորդ հերոսներ կան ժամանակով անցած, որոնց վրա ժամանակի փոշին չի նստում։ Եվ Սուվորովը, Կուտուզովը, Անդրանիկը նման հերոսներ են, մեկը փոշին չի նստում։ Մեկը մեր մակարդակով։ Այո, չի նստում։ Մասշտաբով։ Անդրանիկը շատ հետաքրքիր մասշտաբ ունի։ Ես քեզ ասեմ, ես նույնիսկ Թուրքիայում իր մասին մինչև հիմա անկալում կա։ Աթաթուրքը իր մասին արտահայտվել է քանիցս։ Այդ բանակա չէ հայտնի Հակոբ Դիլաչարի պատմությունը, երկում է ինչպես արտիվ սավառնում ես Լերուժեր։ Աթաթուրքը ասում է Անդրանիկը մեր ճշտամին էր, բայց մենք հաղթեցինք։ Անդրանիկի մասին չգիտեմ, Բաթումի պայմանագրի ժամանակ կա, Կարսի պայմանագրի, միշտ կա Անդրանիկի կերպարը թուրքերի մոտ էլ, անընդհատ կա, որտեղ ինքը իրոք եւ տաղանդ էր բնատուր եւ այլն եւ այլն։ Եվ սովետական շրջանում նա այդ որ ասացի, չէ, սովետական միությունը բան արեց, սեփականացրեց Անդրանիկին, որտեղ հնարավոր չէր փակել։ Ես Կանե Դեմիրճյանի օրագրերում մի հատ հետաքրքիր բան եմ կարդացել, երբ որ Ադրբեջանը բողոքում է Մոսկվա, խոսքը 70-ականների վերջ կամ 80-ականների սկիզբ,
որ Հայաստանում տպագրում է Սերո Խանզադյանն է կարծեմ հեղինակը գիրք Անդրանիկի մասին գեղարվեստական։ Դրանից առաջ էլ տարբեր գրքեր եւ Ադրբեջան բողոքում որ սովետական Հայաստանում նացիոնալիզմը բան Անդրանիկին են գովերքում եւ Դեմիրճյանը օրագրում գրում է որ Մոսկվայում իրեն հանդիպելուց չգիտեմ Գորբաչովը եւ այսպես բաներ ասել կամ Գորբաչովից առաջ եղածները Չեռնենկոն Անդրոպովը ու ինչ է ասում է շեշտը դնել ինտերնացիոնալի վրա այսինքն բուլղարական շարժումների այդ գրքերը թող տպվի մի քիչ այդ հայկական այդ բաները թույլատնենք այնտեղ դնենք որ Անդրանիկը ինտերնացիոնալ բան եւ նաեւ շեշտը դնել ռուսների հանդեպ հարգանքի վրա որ Անդրանիկը լավ բաներ ունի արտահայտված որ ռուսների հանդեպ բայց տպագրել էլի հա բայց վերջո տպագրել ի վերջո այդ կարդալուց բուլղարացիների հետ կապված բաները չի տպավորվելու հայ ժողովրդի մոտ բայց Անդրանիկը նաեւ շատ հակասական այսպես ընկալում է ունեցել հասարակության մեջ։ Նայ, Անդրանիկը իդեպ շատ մարգարեաբար։ Ինքը ամենակատաղի թշնամին է եղել այդ խաղաղության քարոզի։ Այն ժամանակ էլ են եղել խաղաղության քարոզներ, խոսք 1918-20, որ ասել է չի լինելու թուրքերի հետ խաղաղություն չի լինելու, Բաթումի պայմանագիր են ստորագրում, չի մեզ են ստորագրում, ասում է չի լինելու, դուք ինչ ուզում եք արեք, ես չեմ հավատում թուրքերի հետ խաղաղության։ Եվ ուրեմն այսպեսի մի դեպք կա, մարզը չասեմ, 18 թվականին, որ Դեպասիկը քիչ թե շատ պատմությունից իմացող մարդիկ հասկանան որ մարզում է, որտեղ Սարդարապետին չմասնակցես, Բաշաբանին չմասնակցես, ուր գնաց։ Այո, ուրեմն բանը այդ հայ-թուրքական այդ ճակատամա պատերազմների ժամանակա, երբ մի կողմից քարոզում են խաղաղություն, եւ մյուս կողմից այդ խաղաղության կոնտեքստում թուրքերը շարունակում են կոտորել անզեն այ բնակչության եւ մի կա դիմադրություն մեր ուրեմն փառապանց զորավարների կողմից մեկն էլ Անդրանիկը եւ Անդրանիկին ինչն էր հատուկ սպիտակ ձին Աստաններ ունեի դեպի ես թե չեմ սխալվում սպիտակ ձիով էր նաեւ թուրք փաշան այդ Հայաստանը օկուպացրած թուրքական զորքերի հրամանատարներ եւ կա մի դրվագ որ տեսնում են որ սարից իջնում է սպիտակ ձիով ձին դիմացից մի ջոկա զինված եւ մտածում են որ թուրք փաշան է գալիս այսինքն գնում են դիմավորելու աղովածով խաղաղության կողմնակից մի մասա եւ որ տեսնում են Անդրանիկն է ասես հիասթափություն են ապրում ասում են այս Անդրանիկը ասում ինչ է ասում մենք գիտենք թուրք փաշան եկել ենք դիմավորենք դու խաղաղությանը դեմ ես որ եկա մեզ կոտորեն այսինքն Անդրանիկը բախվում է ասում է ոնց ես եկել եմ ձեզ համար իմ կյանքը տամ Անդրանիկը ընդդեմ իրական Հայաստանի ասում է չէ այդ ժամանակում իրական ասում է չէ դու դեմ ես խաղաղությանը դու չես թողում որ մենք ու թուրքերն այդ ժամանակվա թաթարներ այսքան ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք գնա մեր գյուղից մի դարձու մեր գյուղը ռազմական թատերաբեմ այսինքն Սասունի լեռներիում թրծված այդ հերոսը, այդ ֆիդայական, այդ ամբողջ բովով անցած եւ այլն, ահու սարսափը թուրքերի գալիս է Հայաստան, այսինքն այսօրվա Հայաստան, եւ հանգար ժողովուրդը իրեն մեղադրում ասում է, բանը մենք խաղաղության կողմնակից ենք։ Դա իրականում այդ արևելապարեմտայի գաղթականներին անշուշտ ոչ ամբողջությամբ, որովհետեւ սուտ կլինի ասել, որ ամբողջական, բայց ինչ որ շերտ արևելա հայաստանյան հասարակության շատ վատ է ընդունել։ Հա, բայց նայ Նժդեհի մոտ նույն բանը Նժդեհի հետ կապված կա։ Նժդեհը հերոս է եւ միևնույն ժամանակ փորձում են դարձնել հակահերոս, չէ՞։ Նժդեհը հերոս էր այդ շրջանում, բայց նաեւ որոշ խաղաղության, չկեղծ խաղաղության կողմնակիցներ իդեմս Նժդեհի տեսնում էին հակահերոսի։ Հետո սովետական շրջանում Նժդեհը դարձավ հակահերոս, որ ինքը Տաթևի բասովնիկ նացիստը, բոլշևիկներին է գնդակարել, գցել ձորը եւ այլն, բայց ի վերջո այդ պատմության քամին փչեց ու այդ փոշին հանեց Նժդեհի հիշատակի վրայից ու Նժդեհը էլի վերադարձավ Նժդեհը դարձավ էլի մնաց հերոս այսինքն հերոսից դեպի հակահերոս անցնելը այնքան հեշտ է դա պետությունն է քեզ բանան եւ իմաստեղն այ փաստորեն մենք ինչ ենք ֆիքսում որ հերոսների հետ կապված կա պետության ու հասարակության պայքար սովետական պետությունը ասում էր Անդրանիկը ձեր հերոս չի սովետական Հայաստանի հասարակությունը ասում էր չէ մեր հերոսն է ու հաղթեց սովետական Հայաստանի հասարակություն սովետական պետությունը ասում էր Նժդեհը ձեր հերոս չի սովետական անգամ սովետահայկական KGB-ում
գախտնի, երբ որ նժդե այնտեղ պատարկված էր, նույնիսկ գախտնի այդ սպաները բաներ էին, նժդեի հանդեպ ինչ որ դրական բան էին, չէ, ասենք դիմում էին սպարապետ, բան եւ այլն, սիմպաթիա են։ Մինչեւ մեր օրեր հասնելը, այսինքն մեր օրերը այսպես ասենք իրական Հայաստանի հերոսներ հասնելը ու հակահերոսներ եւ հերոսներ հասնելը մի հանգամանք կա, որին շուրջ կուզեմ մի քիչ մենք կենտրոնանանք ու ծանոթանանք, որովհետեւ կարծում եմ, որ եթե մի օր Աստված դա Հայաստանում ստեղծվի մի այնպիսի իրականություն, որտեղ իրական հերոսները կլինեն իրական հերոսներ եւ հակահերոսներ, պետք է հերոսների նկատմամբ կամ այն մարդկանց նկատմամբ, ում որ պետությունը տալիս է որոշակի հերոսի կոչում եւ դրա հետ միասին որոշակի առավելություններ, հա, կամ արտոնություններ, ինչպես պրիվիլեգիաներ, հա, այսպես ասենք։ Այդ ամեն ինչը պետք է շատ զգույշ ու խնայողաբար տեղ ունենա։ Նայ, այդ ֆենոմենը կա 90-ական թվականներից հետո, երբ որ 90-ական թվականներին մարտի դաշտում իսկապես հրաշքներ գործած հրամանատարները, զինվորները խաղաղ կյանքում չկարողանալով ադապտացվել խաղաղ կյանքին կամ այսպես ասեմ, այնուամենայնիվ պատերազմը սպիտակ ձեռնոցներով չեն կարողանում հաղթել եւ ոչ սպիտակ ձեռնոցներ ունեցող մարդիկ խաղաղության շրջանում շարունակեցին գործել դաշտային հրամանատարների տրամաբանության մեջ ու այստեղ ցավոք սրտի Հայաստանի պետությունը կամ իրար հաջորդող իշխանությունները ոչ միայն կտրուկ դա չընդհատեցին ու այնպիսի ռամկաներ չսահմանեցին, որպեսզի այդ մարտի դաշտի հերոսը մնա իր բարձրության մեջ, այսպես ասենք, հա, այլ նաև ինչ որ անգամ արտոնյալ պայմանները ստեղծեցին, որպեսզի այդ տեղի ունեցող ոչ իրավաչափ գործողությունները, հասարակության համար անընկալելի գործողությունները ավելի խորանան ու դրա համար էլ նաև ես հիմա որ մտածում եմ, ասենք ուզում հասկանալ թե ինչու մենք այսքան անտարբեր գտնվեցինք իր մեծամասնության մեջ տեղ ունեցող ողբերգություններին, մտածում եմ նաև որ պատճառներից մեկն էլ հետ էր, հիմա անուններ չտամ կամ կարող եմ տալ անգամ անուններ, հա, ասենք շատ ենք խոսում շատ հակասական կերպարա գեներալ Մանվեր Գրիգորյանը հակասական կերպարա ինչ առումը, որ ինքը քառակուսի մետրով երևի թե ամենաշատ հող ազատագրած հայ զորահրամանատարն է վերջին, չգիտեմ, քանի 100 տարվա ընթացքում, հա, հայաստանյան թատերաբեմի մասին է խոսքը։ Բայց հետո իր շուրջ այդ լեգենդները կամ իրականությունները, ես ոչ միացում չեմ ապրել, չգիտեմ, վստեցին հյուսվել հակահերոսի կերտման գործընթացը, որտեղ ինչ որ հատված կարողա ճիշտ էր, ինչ որ հատված կարողա սխալ էր եւ այլն, բայց այդտեղ պետության դերակատարությունները շատ կարեւոր։ Օրինակ, ես մենք միշտ բերում ենք բանից երկրորդ աշխարհամարտից կամ մեծ հայերենական պատերազմից օրինակ, Ստալինը այդ հարցը լուրջ լուծեց, պատկերացնում ես, ասենք, չգիտեմ, միլիոնավոր զինվորներ այդ որոնց պես սպաներ, ասենք ինչ որ ռուսական գլուշներից մեկից, ասենք ինչ որ Մուխասրանցից գնաց է հասել է Բերլին է գրավել, ձեռքի հետ մի 200 կիլոմետր, 300 կիլոմետր քշել է Փարիզ է մի հատ մտել գնացել տեսել, ու այդ կերպարը, որը, չգիտեմ, արյունով մահով անցել աշխարհի ամենասարսափելի ու դժնդակ պատերազմով անցել, վերադառնում է իր հարազատ միջավայր։ Բաները խփած, Գերոյ Սովետского Союза օրդեն Красного Знамени եւ այլն խփած գալիս է ու այդքան այդ մի հոգի չի, երկու հոգի չի, 10 հոգի չի, 30 հոգի չի, 50 հոգի, 100,000 մարդիկ են։ Նրանց պիտի կարողանաս կառավարես, չէ՞, որտեվ պատերազմ տեսած մարդու պսիխիկան էլ է մի քիչ այլ լինում սովորական քաղաքացիականից։ Անկամ պատմություն կա, որ Գյումրիում այդ հետ վերադարձած զինվորներից երկու հոգին ինչ որ խմում են ու նագրադնոյ բանով մարտական զենքով սկսում են լամպերների վրա կրակել, լապտերների վրա կրակել ու իրաց անմիջապես ես չեմ սխալվում անում, բանտարկում ու հետո Սիբիր են աքսորում անգամ գնդակահարում են, չգիտեմ։ Սա եկե խիստ մեթոդոլոգիա, ես դրա կողմնակիցը չեմ, բայց ի նկատի ունեմ, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ այդ մարդիկ, որոնք իրենց կենթանության օրոք հերոսի կոչման են արժանացել, այդ մարդիկ նաև հանրային առումով որոշակի ստերիլ մնան նաև հետագայի համար, եթե ճիշտ կարողացա բացատրել։ Շատ տենց իդեալիստական բան ես անում, բայց տենց չի լինում։ Հիմա նայ, խոսքի սկզբում ասացի շատ ճիշտ, որ մարդը սխալական է, մեղավոր։ Եվ բոլորի կերպարներում, չէ, տարբեր անուններ տվեցի, Տիգրան Մեծ, Արշակ II, Անդրանիկ եւ այլն, հակասական կա, այսինքն ինքը կարող է լավ կռվող է, բայց վատ ամուսին է, կամ չգիտեմ, շատ լավ քաղաքական գործիչ է, բայց վատ ընկեր է, վատ մարդ է։
եւ այլն եւ այլն։ Հիմա դու չես կարող իդեալական մարդ չկա աշխարհում, Ես իդեալականություն չեմ փնտրում, ես Հիմա փնտրում եմ որոշակի պետական հոգացություն, նաեւ հանուն այդ մարդու։ պետական հոգացություն sense տենց լինում է, բայց դա օգտագործվում է շատ այսպես հախուռն։ Հիմա նայ Գևորգ Չավուշի մասին մինչև օրս այդպիսի զրույցներ են պատտվում, որ ինքը հերոս էր, բայց ինչ որ անձնական հարցերում այդ բառը չեմ ուզում ասեմ, մի քիչ չափն անցած ինչ որ բաներ կարող էր անել իր կենցաղում, հա, իր անձնական հարաբերություններում եւ այլն։ 100 տարի է անցել, բայց այդ զրույցը ինչպես հերոսականությունը, դա եղերական զոհվելը եւ այդ հարաբերություններում ոչ այսպես քո ասած շատ օրինակելի լինելը շարունակվում է։ Դու եթե մի օր հայտնվես սասունցիների շրջանում, կլսես Գևորգ Չավուշի մասին բանավեճեր, քեզ կտվալ Գևորգ Չավուշը կողքի սենյակում նստած է։ Այդքան որ կենթանի են վիճում, ասում են, «Բա ինչի 1902 թվին Առաքելոցում մտավ, սենց արեց»։ Եղսոյի հետ ամուսնացավ։ Եղսոյի հենց Եղսոյի թեմաները անդադետ ասում։ Բայց Նաեւ Եղսոյի։ Դա ինչ պետք է ամուսնանալ, Դե այնտեղ ուրիշ պատմություններ կան, կիսա անձնական եւ այլն։ Այսինքն հիմա դա ուղեկցում է հերոսին, բայց բանը այդ մասին շատ հզոր ասել է Գարեգին Նեժնյանը, պատերազմում հերոսանալուց ավելի բարդ է խաղաղ ժամանակ հերոս մնալը։ Այսինքն դու պատերազմում հերոսացել ես, առաջին համաշխարհային է, երկրորդն է, Արցախյանն է, հետ ես եկել, հիմա դու ընկնում ես մշակութային շոկի տարբերությունների մեջ։ Պատերազմի դաշտում այլ խաղի կանոններ են, ստեղ մտնում ես սուպերմարկետ, մի հերթ սպասես։ Ինքն ոնց թե ես չեմ կարա հերթ։ Դաշտային հրամանատարի հոգեբանությամբ։ Իմ ավտոն ստեղ կանգնի, իմ ավտոյի հետևը ավտո չկանգնի եւ այլն, այսպեսի բաներ։ Հիմա դու խառնում ես իրար երկու տարբեր հարթություններ։ Պատերազմի դաշտում քո վաստակը եւ որպես քաղաքացի քո, չգիտեմ, օրինապահ, հա, հարկատու լինելը, քայսի ինչ լինելը եւ այլն, բայց դա բոլոր հանրություններին հատուկ է եւ պատերազմից հետո գալիս է այդպիսի բան։ Եվ նաեւ մի sense երևույթ կա, որ Հայաստանում այդ քո ասած օրինակներին համապատասխան։ Իդեպ նոյեմբերի 19-ը շատ հետաքրքիր է, Մանվել Գրիգորյանի մահվան օրն է, 20 թվականի նոյեմբերի 9-ը շատ սիմվոլիկ, այսինքն պատերազմն ավարտվեց 20 թվականի նոյեմբերի 9-ին, 10 օր հետո Մանվել Գրիգորյանը մահացավ։ Նրա ժամանակը անցա, այսինքն նա այս նոր ժամանակում այլևս հասկանում ես, իրեն չէր կարող տեսնել Ալեքսանդրի մասին նոր հիշելումից, Նիկոլայ Առաջինի մասին նոր հիշելումից։ Նա այս նոր ժամանակում այլևս իրեն փաստորեն չէր կարող տեսնել, որովհետև իր կյանքի իմաստը կորել էր այդ իմաստը, եւ իր նման էլի կան մարդիկ, որոնք այդ հոգեւ վիճակի մեջ են։ Բայց հիմա նայ, օրինակ Թուրքիայի Հանրապետություն կերտել են զինվորականներ, Աթաթուրքը եւ իր ընկերները, ու դա զինվորականների կռված տղեկի ստեղծած պետություններ եւ դրա համար իրենք այն ասում էին մենք պետք է որոշենք ով է լինելու նախագահ ու մինչեւ 1989 թիվը Թուրքիայի բոլոր նախագահները զինվորական էին բոլոր Աթաթուրքից սկսած մինչեւ 1989 թիվը բոլորը գեներալներ էին ծովակալներ էին եւ մինչեւ Օզալ այսինքն մինչեւ Օզալը առաջիններ որ աշխարհիկ էր այսինքն ասում են մենք ենք որոշում աշխարհիկ 4 անգամ մտնում հակացիական աշխարհիկ չէ երևի դե այնտեղ աշխարհիկ եւ իսլամ, աշխարհիկ եւ բան, զինվորական, հա, քաղաքացիական դնենք լավ։ Բանը 4 անգամ մեղաշրջում են անում Թուրքիան, բանակը, մենք ենք որոշում, ինչ պետք է անենք։ Հիմա նույնը պատկերացու Հայաստանի Հանրապետությունը Արցախյան գոյամարտով ձևավորված երկիր է։ Բա Արցախյան այդ բանով անցածները պետք է գան ասեն մենք պետք է լինենք դեպուտատ։ Ոչ թե падգամավոր, այսինքն բայց ասում են դու օրենք գրել չգիտես։ Դու կարաս լավ կռվես։ Բայց ես եմ ստեղծել։ Հա, ասում եմ ես պետք է լինեմ։ Ու արդեն երբ որ արդեն սկսում է այդ դիսոնանսը, բայց երբեմն նրանք նաև ունենում են զգաստացնող դեր։ Հիշում ես օրինակ ազգային ժողովում, չեմ, գեներալ Սեյրանը, ես կրվում եմ, ոչինչ, դու ինչ ես կրվում։ Այսինքն ինչ որ դուք դուրական մարդ ինչ որ դերակատար, բայց բոլոր երկրները ձերբատ բան ապահովագրված չեն այդ երևույթներից, որ կռվածները պատերազմից հետո հերոս մնալու խնդիր ունեն։ Նույնը ասենք Մոնթե Մելքոնյանը եղերական զոհվեց, հերոսական, բայց հիմա չգիտեմ, եթե ինքը չզոհվեր, հետո ինչ կենցաղեր ունենալու, ինչ պահվածքեր ունենալու։ Օրինակ եմ բերում Մոնթե Մելքոնյանը, որովհետև նա հախուռն չէ, տենց շատ մենք մոտ այդպիսի կերպար գործող ունենք, որ 90-ականներին պատերազմ դերակատար եղել է, հետո խաղաղ պայմաններում դարձել է փորձանք օրինակ։ Հիմա անունը չտամ վերջը։ Հա։ Էլի ոչ հայաստանցի։
Հա, բայց նայ օրինակ այնց բան կերպարներ կա, օրինակ Կամանդոսը Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, Ղարաբաղյան պատերազմի հերոս։ Դե կադրային սպաները որպես կանոն այդ խնդիրները չեն ունենում։ Այսինքն նա երբեք չէր ասի, որ ընկնում այն ինչ-որ Այդ եմ ասում, կադրային սպաները որպես կանոն այդ խնդիրները չէին ունենում։ Ու ինքը գնում էր չեմ զինվոր բանը դպրոցականների հետ էր հանդիպում, համալսարանականների հետ էր հանդիպում, այդ հերոսի այսպես կերպար էր, որը խաղաղ ժամանակում այնպես չէր, որ ինքը երևի շատ գոհ էր իր վիճակից կամ իր ունեցած, չգիտեմ, պաշտոնից կամ բայց ամենայն դեպս որպես օրինակելի այսպես կերպար իհարկե մի քիչ դժվար է մեզ համար դատել մարդկանց, որոնք պատերազմի դաշտում անօրինակ սխրանքներ են գործել ու մենք չի երևի թե որ պիտի գնահատականը տանք, բայց ինձ համար օրինակ առանձին ողբերգական թեմա է Արցախի Արցախին հասնենք էլի մի հատ այս մասին հասնենք էլի մի հատ sense բան էլի նարեկ ասենք այդ հերոսների թեման ինքը փաստորեն մենք ինչ ենք ֆիքսում, որ բոլոր հասարակություններին, բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններին մտահոգած խնդիր է։ Եվ հիմա խոսում ենք նոր հիշեցի, վերջերս մի բան եմ կարդաց, չեմ հիշում ում գրածներ հարցազրույց էր Վազգեն Սարգսյանի հետ, որ իրեն այդ հարց տալիս են, ասում են օրինակ ինչի է այս մարդկանց ազգային հերոս չենք տալիս։ Ինքը ասում է պետք է զգուշանալ, վախենում եմ, որ կենթանի մարդկանց սկսենք հերոս տալ, ասենք ես մեր հերոսն է։ Մեկի հանկարծ տեսնեն, որ այդ հերոսը փողոցում խմած ինչ որ շիշա ջարդում, այդ ստերեոտիպը կորի մեր մոտ, էլի։ Ու նայ մեր ազգային հերոսներին Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ազգային հերոսի կոչում ունեցողները մեծ մասամբ կենթանի չէին, երբ որ հերոսի կոչում են ստանում, չէ, նաև Արցախյան այդ հերոսամարտով անցածները այնտեղ քանիսը կան, բայց առաջինը ով դե յուրե ստացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում եւ նրան դա շնորհել է առաջին նախագահ անձամբ, եղել ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին։ Այո, Վազգեն Վեհապար։ Դա շատ սիմվոլիկ է, որ քո առաջին հերոսը կաթողիկոսն է։ Հոգևոր հայրը դա։ Այո։ Հիմա հակահերոսը կաթողիկոսն է։ Այսօրվա իշխանությունը առաջին իշխանությունը հերոս է կերտում եւ ոչ միայն կերտումն է, կերտված հերոս էր, բայց հիշում ես, ասենք Ղարաբաղյան շարժման 88-ին Վազգեն կաթողիկոսն էլ մի պա դարձավ հակահերոս, որ ասում էր միտինգներ մի արեք, լսեք ձեր հորը, հոգեվոր հորը, մի արեք եւ այլն, բայց հետո երբ որ անկախությունը ձևավորվեց, այդ միտինգ անողները, որոնք արդեն իշխանության էին, գնացին Տեր-Պետրոսյանը խոնարհվեց, աչը համբուրեց, ասեց առաջին վեհապարտեր եւ առաջին բանը տվեց։ Առաջինը ասեց անձնագիրը եւ հերոսի կոչումը տվեցին նրան։ Այո, այսինքն սա մեսեջը նա է, որ քրիստոնյա առաջինը քրիստոնեության պետության ազգային հերոսը Վազգեն Վեհապարն է։ Հետաքրքիր բան ես նկատում։ Փաստորեն մեր անկախության սկզբի առաջին հերոսը Վազգեն Վեհապարն էր եւ այսօրվա ճակերտավոր իրական Հայաստանի թիվ 1 հակահերոսը, որ հիմա գոնե ժամանակաշրջանում դարձել է, նույնպես Վեհապար Հայրապետն է։ Անձերը հանեն, որովհետև իրականում լավ, ասենք հիմա մենք մերոնցով ենք խոսենք, մեր համար պարզ է, չէ՞, որ ասենք օրվա իշխանությունները իշխանապետի գլխավորությամբ Արարատսարի գագաթից թքած ունեն, ասենք օրվա կաթողիկոսի ներողություն, Արագած Սարի իրական Հայաստան վերադառնանք, Արագած Սարի գլխից թքած ունեն, թե ասենք օրվա Վեհապար Հայրապետի կենցաղ վարությունը ինչպիսի բաց թողումներ կամ սխալներ ա ունեցել, թե չի ունեցել, այսինքն դա ակնհայտ է, որ սուչ են դատել։ Որովից է մեկը բացի տիրոջից իրավասու չի դատել, հարցը դա չի, սկսա շատ քաղաքական, ավելի շատ պետական, բայց ոչ հայկական պետականության ծրագիր է, ընդդեմ առաքելական եկեղեցու, ուստեղ այդ հերոսի ու հակահերոսի կերպարն է հասկանում ես։ Հիմա արդեն գանք մեր օրեր։ Ես կներես այդ Արցախյան մասով շատ ողբերգական իրավիճակ կա, նայ այդ հերոսների ու հակահերոսների կերպարները։ Էլի պետության ինչ որ բանով։ Տես այդ 90-ական թվականներին երիտասարդ տղաներ էին, չէ՞, ասենք մեկը 20, 23, 24, 25, 26, չգիտեմ։ Վերջը բոլորը նրանք, որոնք մենք հիմա ճանաչում ենք, որոնք ողջ են ու այդ մարդիկ անօրինակ սխրանքներ են գործում մարտի դաշտում, հետևները ունենալով իրենց ընտանիքները, ասենք, չգիտեմ, 5 կիլոմետր ենկում իրենց գյուղն էր, իրանք կամ պիտի հաղթեին, կամ թուրքը մտնելու իրենց գյուղ իր բոլոր հետևանքներով։ Ու երբ որ տարիների ընթացքում նայում էր, տեսնում էր այդ հերոսների բանը, կոլերացիան ու հետո Արցախյան անկման ժամանակ նրանց շատ շատերի պահվածքը,
Այն տրամաբանությամբ երևի Ռուբենն է, որ այդ տարիների ընթացքում իրեն կարողացան նաև ստեղծել այսպես կոչված պահեստային բաներ, օդանավակայաններ ու այլևս այդ նույն վճռականությունը շատ-շատերի մոտ չմնաց ոնց որ 90-ական թվականներին էր ու հոգեբանորեն իրենք երևի թե շատ ինչ-որ մարդիկ մտածեցին, որ եթե սա կորցնենք, այնուամենայնիվ Երևանում կամ որևիցե այլտեղ մենք ունենք ինչ-որ բան, որով կարողանանք անել, այսինքն մի տեսակ գիտես բանը փիլիսոփայական տրամաբանությունից սխալ զարգացավ այդ ու այդ հերոսները իրապես գետնի վրա հերոսները այսօր այլևս հերոս են մի երկրի, որը փաստացի այլևս գոյություն չունի մեկ, ցավոք սրտի մեր ամենամեծ ողբերգությունը, որտեղ երևի թե ինչ որտեղ նաև իրենց անգործության պատճառով այլևս հայ չի ապրում, ինչ որ նրանցից ոմանց անգործության պատճառով, որ վճռական պահին ինչ որ բան պիտի անային, բայց չարեցին ու զգուշացան, այսպես ասենք։ Այդ էլի նշտե այդ խոսքը շատ բան է, այսինքն պատերազմում հերոսանալուց կարևորը պատերազմից հետո հերոս մնալ։ Թե դու ռազմի դաշտում հերոսացել ես, հետո գալիս ես ազգային ժողով 2020-ից հետո դու դե յուրե Արցախի հերոս եւ հանկարծ Արցախը տված ուժի ներկայացիչը քո հանդեպ անհարգալից է վերաբերվում ու դու էլի շարունակում ես այդ ազգային ժողովում մնալ շատ լուրջ հարցեր են ամենայն հարգանքով մեծագույն ողբերգական շրջան է եւ նաեւ մի հատ այստեղ հիմա գանք էս մեր այսօրվա այս հերոսների բանին պլեադային եւ հերոսականության գաղափար մնա ինչ եղավ Այս քանի որ այս իշխանությունը ըստ էության բանը կազմաքանդող, սառանչայի հոգեբանությամբ sense ամեն ինչ քանդելու կոչված իշխանությունը, նաև բացի եկեղեցի, բանակ, դիվանագիտություն, ինքնիշխանություն, ինչի մասին հենց այնց խոսում են, բայց իրականում կործանել են, նաև խփեց նաև այդ հերոսների ինստիտուտին։ Դե պատերազմի ժամանակ հերոսի կոչում տվեց մարդկանց չգիտեմ, որ ինչ արժանինքների մասը ես չեմ ուզում դատեմ, բայց հետո այդ նույն ազգային հերոսին կենցաղային թեմայով չեմ հիշում, բաքսի, թե կոնդիցիոների, ինչ-որ բանի յուրացման, տարավ դատեց, հասկանում ես, այսինքն ոնց որ տան ազգային հերոս, չգիտեմ, ասենք Մարշալ Ժուկովը գա, հետո ասեն բանը արել, չգիտեմ, շոչիկա ջարդել, իրաց պատզեզնում տանեն դատեն։ Ֆանտաստիկ օրինակ ես բերել, որովհետև Պարզ էր, չէ, որ ասենք նույն Մարշալ Ժուկով եւ մնացած բոլոր մարշալները Գերմանիան գրավելուց ինչքան ռազմավար էին իրանց հետ բերել, ընդ որում արդեն հաստատված փաստեր կան նրա մասին, որ քանի որ Ստալինն անընդհատ Ժուկովին կասկածում էր հնարավոր ապստամբության մեջ, հնարավոր բանը, համենայն դեպս կոնտրոլի տակ էր պահում, ընդ որում ղրգեց Օդեսա, հետո Սվերդլովսկից դեպուտատ դառավ եւ այլն եւ այսինքն Ժուկովն էլ այդ բանի մեջ վապայելի, հա, այսինքն բանի մեջ ընկավ, չողորմածության մեջ ընկավ, այսպես ասենք, հա, բանի կողմից, Ստալինի կողմից, ակա որ մտել էին իր ատուն ինչ-որ բաներ էին գտել, այդտեղ ոսկի էին գտել, պատկերներ էին գտել, եսի ինչ էին գտել եւ այլն, բայց Ստալինը, այսինքն ինչքան էլ բռնապետ էր ծիրաներ էր, ինքը այնուամենայնիվ գիտեր սիմվոլներին ինչպես պետքա վարվել, դա ոչ հրապարակայնվեցվեց, ոչ եսի ինչ եղավ եւ այլն եւ այլն։ Հիմա դու մեկին տալիս ես ազգային հերոսի կոչում, նշանակում ես նախարար, նրանից հետո մի 2 ամիս հետո բռնում ես ինչ-որ կոնդիցիոների թեմայով, ուզում ես որ այս ժողովուրդը բան անի, ինչ-որ սիմվոլ ուներ, հա, պայմանական։ Օֆիցիալ ինքը ազգային հերոս։ Հա, բա ինչա, ոչ մեկ չի վերցել։ Այսինքն Վազգեն կաթոլիկոսն ու այդ անձնավորությունը։ Նույն հարթության վրա։ Անունը չեմ ուզում տալ։ Կարծեմ Փիլոյան Անդրանիկի մասն է խոսքը, ես ասում։ Չենք ուզում բան անել, էլի, այսինքն անձը ստեղ չի։ Այսինքն Վազգեն կաթոլիկոսը, Կարեն Դեմիրճյանը, Շարլ Ազնավուրը, Վազգեն Սարգսյանը եւ այդ հոդվածով դատված անձնավորությունը նույնն են դե։ Այո, ազգային հերոս։ Եվ դու հիմա դպրոցում դժվար կախած լինեն, չէ՞, ազգային հերոսների նկարները երևի պետքա որ կախած արդեն կամ հանեն, որտեղ իրական Հայաստանից երևի դրանք գաղափարապես Այս բանի ոնց որ թե չկա տենց։ Լավ, ասենք հաշվենք դասագրքում կամ կրթական ինչ որ իրավիճակում այդ ազգային հերոսներ կա։ Հիմա այդ աշակերտը նայում է, ասում է լավ, այս Վազգեն կաթոլիկոսն է, որի հիմիկվա փոխարինողին ասում են, ինչ ասես ասում են, հետո ասում է սա Վազգեն Սարգսյանն է, որ ասում են բանակը թալանել են 80-ականների զենք դրա համար կրվանք եւ այլն,
սա էս ինչ թալանչին է, նա Շարլ Ազնավուրն, որի ներկայությամբ Պապլավոկում մարդ են սպանել, եւ սա էլ ով որ Որի դե Պարտաշիրի մեծին 20 քանի տարի թե չգիտեմ ինչ։ Եվ այս վերջի կենթանի հերոսներն էլ նրանք են, ովքեր էլի քրեական գործերով անցնում են տարատեսակ, չգիտեմ ինչ քրեական գործ, էլի կան, մենակ քոնշացածնություն։ Ո մնում է մեկը միայն հասկանում ես, որ որի ֆանտաստիկ ֆրազներով պատված է, ասենք հայկական բանը Հայաստանի բոլոր քաղաքները Ամոտարապես, չգիտեմ, այստեղ հաց, այնտեղ կաց, Օմար Խայամյան ոճի իմաստասիրություններով։ Դա բռնապետի բան է, որ բոլոր տեղերում, մեկ է Թուրքմենստանում եմ տեսել, որ Թուրքմեն բաշու լոզունգներն ու արձաններ, իր արձանն էլ կա։ Հələ արձանը, հա, կար։ Իջևանում կա։ Կա, մինչև հիմա։ Իհարկե, Փաշինյանի արձանը հարգելի ժողովրդավարական դեմոկրատիա բան եվրոպական կարգ արձանը գործող վարչապետի Էջմիաբանում, Էջմիածնում եղակես դերասնում Իջևանում Բայց այս տեմպերով կարող է բանանի մարգարեություն լինի խոսքը դες Իջևանում եկեղեցու մոտ Ես գիտեմ ինչ որ մի բան հանել էին Իջևանում եկեղեցու մոտ հիմա դրված է Փաշինյանի արձանը եւ եթե դրանից հետո որևէ մեկը կարա ժողովրդավարություն բառը առաջի ժ տառն ասի, ուրեմն ամոթ է իրեն։ Ինչ կապ ունի։ Հիմա Թուրքմենստանն էլ ուրեմն ժողովրդավարական երկիր եւ չհամարցակվեք Թուրքմենստանը բնութագրել որպես ոչ ժողովրդավարական երկիր Թուրքմեն բաշու կառավարման ժամանակ պետքա ժողովրդավարական Բրյուսելից Սապակվար Նիազովի մասին ենք, չէ՞ խոսում առաջին պապայի Բրյուսելից հերթով գնան Թուրքմեն բաշու ուսմունքը կարդան, սովորեն թե ինչա ժողովրդավարությունը։ Թող գնաս, որովհետև ավելի մեծ վնաս ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին, քան Եվրոպան է տվել, որևէ մեկը չի տվել։ Հիմա որ գնում են Իջևան, այդ եվրոպաշտները չեն տեսնում, որ այն ում հետ որ հանդիպել էին ցերեկը այդ մարդու արձանը ընդեղ դրած է։ Այդ չեն տեսնում ու հետո գալիս ասում են մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումները, կեցեն բաներ արդար դատարանները, որոնք ասենք դատում եւ կալանավորում են խոսք համար տանում են եւ այլն եւ այլն։ Հիմա բանը մի հատ այս բանն էլ էլի այսօրվա հերոսների հետ կապված եւ այսօրվա վիճակի եւ պատմականության։ Հիմա տես հերոսները պատմական այնուամենայնիվ չեն մնում պատմության դարակներում, իրենք շարունակում են լինել արդյակը եւ իրենց կերպարներով կամ դրականի կամ բացասականի խորհրդանիշներն։ Հիմա նայ Բրուտոս, քանի անցել է 2000 քանի տարի, չէ՞, բայց Բրուտոսը մեջքից խփելու սիմվոլն է։ Հերոսն է։ Այն օրը տղաս ես ինչ արեցի, ֆրացած եւ դու Բրուտոս ինձ։ Այսինքն ես ու այդ միանգամից բան արեցի, ինչ անդրադարձային հանգամանքները, որ փաստորեն այս մարդու անունը անեցքի պես մնացել է։ Այսինքն այդ մարդը հակահերոս է։ Այդ մարդը մեջքից խփելու հակահերոս է։ Մելիք Ֆրանգյուլ հակահերոս է։ Մերուժան Արծունի հակահերոս է։ Հիմա ինչքան էլ դու պետական լծակներով փորձես քեզ ներկայացնել հերոս, մեկը հասարակությունը քեզ հասարակության մի մասը պատմությունը քեզ պատմությունը քեզ ասոցիացնում է այդ բացասական հերոսների հետ եւ կան որ դրական հերոսների հետ են ասոցիացնում բնականաբար, չէ՞։ Կներես խոսքը ընդհատեցի։ Եվ այստեղ եւս մի կարևոր հանգամանք էլի շատ տխուր հանգամանք։ Հիմա շարժումներ սկսելու համար քաղ տեխնոլոգիան էլի վերցնում են հերոսների կերպարները 18 թվականի միտինգների ժամանակ ըստ քաղ տեխնոլոգների Փաշինյանը փորձում էր նմանակել Մոնթե Մելքոնյան վիրավոր ձեռքով նստած բորդուրին չի Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ էին չէ՞ մեջան այդպես ասում էին որ բան այսինքն դու քեզ պետքա այդ հերոսի ստեղծածը քանդելու համար այդ հերոսին նմանվես այսինքն ֆենոմենալ բան է եւ վերջինը մեր օրեր ասում է ես Արցախի համար ավելի շատ բան եմ արել այս իշխանությունը քան բոլոր իշխանություն ուրեմն այսօր հասարակության մի հատված չգիտեմ որ հատված հերոս է համարում մեկին ով ում պատճառով պատերազմը սկսվել է, այսինքն ինքը չի կարողացել չսկսել պատերազմը, դիվանագիտորեն կանխել է, պատերազմը ընթացել է, ինքը չի կարողացել կանգնեցնել, եղել է այս աղետը, հիմա հասարակությունը հերոս է համարում նրան ում պատճառով Արցախը կորցրել ենք,
եւ հակահերոսը համարում նրանց, ովքեր դե յուրե Արցախի ազգային հերոսներ են։ Խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների մասին է, որոնք դե յուրե ունեն Արցախի հերոսի կոչում եւ որոնք դե ֆակտո ու դե յուրե եւ ելի ուրիշներ մասնակցել են Արցախի կայացմանը, Հայաստանի կայացմանը։ Հիմա նրանք համարվում են, իրենք հասկանում ես, իրենց կենթանության օրոք, իրենք համարվում են այն ամեն ինչի հակահերոսը, որի դե յուրե հերոսն են։ Հասկանում ես, նախկիններն են տվել։ Այսինքն կործանման պատճառ դարձածը դատում է եւ փորձում է հակահերոս կերտել մարդկանց, որոնք որ ազատագրել են այդ ամեն ինչը, մոտավորապես այդպես։ Եվ այդ մարդուն եկեղեցու մոտ ծափերով դիմավորում։ Եկեղեցու մոտ չէ, եկեղեցու մեջ։ Եկեղեցու մեջ, այսինքն հակահերոսին, որը պետք է իրականում լինի հակահերոս, Ինչպեսին չպետք է լինի ղեկավարը։ այո, այսինքն հիմա կանցնի, այս Դասագրքային իշխանությունը առումով։ կանցնի, ի վերջո կվերանա, արդեն որպես կերպար, արդեն իշխանության որ չլինի այս ուժը եւ այս անձը, կարմիր բերետավորները չեն մտնելու պատմության դասագիրք ու իր կերպարը փորձեն Կամ ժողովրդական բանալիության մեջից հանելու դուրս չի լինելու, չէ՞։ Իհարկե չի լինելու։ Այսինքն, ինչ ուզում ես Դե ամբողջ հարցը հենց այդ է, որ ինչքան էլ տպավորություն կա, որ ինքը այդ բանը ինչպես ասեմ, մոլի ձևով, հա, այդպես ֆիքսված սևեռվածի ձևով փորձում է փոխել ամբողջ հայկական ինքնության տրամաբանությունը, որպեսզի դրա հետ միասին փոխի իմ եւ քո բարի այդ չարի հերոսի հակահերոսի մասին պատկերացումները, որոնք իրականում ժողովրդական պատկերացումներ են եւ պայմանականացած մուրկախի հետ միասին են գալիս, էլի ընտանեկան դաստիարակության հետ միասին են գալիս։ Այսինքն ինքը պայմանականացած ուզում է ցույց տա, որ մեր էպոսի մեջ իր ամենալավ տղան ոչ թե Սավսի Դավիթն է, ցարան Վերգոն։ Այ նարեկ, այ ժողովուրդ, հիմա ասում ենք հերոս, սկզբից ասում ենք, ով է հերոս։ Ով որ ինչ որ մի բան ավելացրել է, որ ինչ որ մի ձեռբերման հասել է, ազատագրել է, փրկել է եւ այլն։ Հիմա այս մարդը, որին դուք կամ ազնական խիզախությամբ կանխել է ինչ որ բան կամ ցույց, այսինքն օրինակ Ռոբերտ Աբաջյանի պես տղան, որը իրան պայթացրել է, չի հանձնվել։ Հիմա Փաշինյանը կորցրել է, պարտվել, Արցախը կորցրել է, այդքան պատմաների պատճառ է դարձել, Հայաստանի Հանրապետության տարածքը կորցրել է, ջերմուկում, նույնիսկ խիստ դեմքով գնում է ջերմուկ, չի ուզում գլուխը մի քիչ բարձրացնի, տեսնի ինձ իր պատճառով հեկտարներ են տված, դիվանագիտորեն պարտվել է, միջազգային ասպարեզում ծաղրի է ենթարկվել ու ենթարկվում, հիմա ասում եք հերոս։ Այդ մարդը չի կարող լինել, հիմա եթե այդ մարդուն ասում եք հերոս, ուրեմն պետք է ավտոմատ մի հատ ձեզ ինքներդ հարց տաք, նա էլ է հերոս, Վարդան Մամիկոնյանն էլ է հերոս, նա էլ է հերոս, Մոնթե Մելքոնյանն էլ է հերոս, նա էլ է հերոս, Վազգեն Կաթողիկոսն էլ է հերոս, այսինքն նրանք հավասար են եւ հասկանում ես բանը մարդիկ քաղաքական գործիչներ պայքարում են պատմության մեջ մնալու համար եւ հիմա ես իմ կարծիքով ինքը փորձում է այնպես անել, որ պատմության մեջ չմնա որպես հակահերոս, դրա համար հիմա ինչքան էլ իր ֆրակցիայի падգամավորները հասկանալով չհասկանալով կարդան ինչ որ տեքստեր կամ արտաբերեն ինչ որ տեքստեր, ինքնավստահ, հա, միևնույնն է պատմության եւ օրինաչափության դեմ չի կարող գնալ եւ ինքը մնալու է այս պատմության, այս ուժը մնալու է որպես այս պատմանները բերած, այս պարտությունները, ողբերգությունները բերած եւ այս ամբողջ արժեհամակարգը դրա համար ինչ է անում։ Օրինակ բանը ինչ արեց Հերոստրատը։ Փորձեց այր անունը մնա, հա, այրելու միջոցով։ Հիմա այսինքն ինչ է հիմա փորձում է, ասում ամբողջը քանդեմ, արժեհամակարգը քանդեմ, պատմությունը, եկեղեցին, բանակը։ Որ խոպան հող ստեղծեմ, այդ հողի վրա ինչ աճում, ինչ ցանեմ աճի, էլի։ Չէ՞ որ այդ ամբողջ քանդածի մեջ իմ արածը մնա, տենց ինչ որ ցայտուն բան չլինի։ Դե, լսի, ինքը, եթե մենք խոսում ենք պատմական կերպարների մասին, ապա մի անգամ ասել եմ, կարծես շատ բան է, մոդայիկ է հիմա անդադ Անաստաֆերմանցի տելը կամ Օրուելի կամ բաներ, իմ համար օրինակ ամենա այդպես տիպիկը Լեոն Ֆայֆանգերի բանն է, Կեղծ Ներոն աշխատությունն է։ Որ Կեղծ Ներոն աշխատությունը շատ տիպիկ է այսօրվա իրականության մեջ, որ ինչպես ինքը այդ ինչ որ մեկը, որը ոչինչ էր, որը
այսպես սենատորի անձնական կամքով սեփական քաղաքական ամբիցիաները սպասարկելու համար մի ստրուկ հայտարարվեց իբրև Ներոն այն ժամանակ, երբ որ Ներոնը արդեն սպանված էր։ Իդեպ Ներոնի կերպարը շատ հետաքրքիր ու կարելի ասել ոչ միանշանակ կերպար, այնտեղ միֆերը բավական շատ են, այդ Հռոմը այրեց, եսի ինչ արեց եւ այլն եւ այլն։ Հա, ու ինքը ինչպես դարձավ այդ համերատիրոջ դահիճը ամել այդ ամբողջ այդ ժողովրդի համար մեծագույն փորձանք ու խնդրեմ դաժան արյունակալ մի առաջնման ղեկավար պայմանական ասած այսինքն այդ կեղծ Ներոնի կերպարը շատ ավելի հատուկ է Պապ Թագավորը չի չգիտեմ մյուսը չի եւ այլն ուղղակի կեղծ Ներոնն է ընդ որում գիտես պատմական օրինաչափությունների դեմ աշխարհի մեծերը անգամ չեն կարողացել պայքարել ոչ մեկ չի կարողացել պայքարել չի կարող մեկը որի ամբողջ գործողությունները ցախողումների ողբերգությունների կորուստների հետ է ասոցացվում ինչքան էլ այս եվրոպեական տեխնոլոգիաներով մնացած բաներով փորձում է հակառակ ապահովել որ դրանք օրինաչափ էին այսինքն իմ հետ կապ չունեն ես մեղավոր չի հեսա մեղավոր են մեղավոր մյուսը եւ այլն չի կարող այդ կերպարը պատմության մեջ չմնալ ինքը պատմության մեջ մնալու է բայց պատմության մեջ հա հերոստրատն էլ է մնացել մելիք ֆրանգյունն էլ է մնացել Միրուժան Արծունն էլ է մոռացել մյուսն էլ եւ այլն չի մոռանում մեր ժողովուրդը եւ աշխարհի ոչ մի ժողովուրդ չի ինձ ցույց տուր մի օրինակ պատմական մի օրինակ որտեղ այս ողբերգություններ անցած կերպարը կամ հեղինակած կամ պատճառ դարձած կամ առիթ դարձած կերպարը սկզբնական շրջանում պատճառ դարձած հետո արդեն հեղինակած կերպարը այլևս այդ հոգեբանական փոփոխությունների մյուսի բանով ինքը մնում է սեփական բանահյուսության ու ժողովրդի մեջ իբրև հերոսի կերպար մեջ չէ բայց նայ հակասական տենց բաներ կան էլի այսինքն Նժդեհին դատում էին Թուրքից փախածները եւ Թուրքի դեմ պարտվածները հասկացա այդ ամեն ինչը ջրերը մաքրվեցին սովետական միությունը վերացավ ժամանակը եղած եղավ դրա համար չեմ ասում վաղը բայց ժամանակը պետք անշուշտ ժամանակը եւ ժամանակ ասում նորի մեծություն ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տալու է ասում է Նժդեհն այն ասում է ժամը երբեմն գահի է բարձրացնում եւ անարժանին բայց ժամանակը նրան տապալում է եւ արժանավորին այսինքն իրենց պայքարը այս իշխանության ժամի համար է բայց ժամանակի մեջ իրենք չունեն տեղ այսինքն ունեն ոչ բացասական տեղ այն բան որ կա չէ գժանոցում պալատում որ ասում այդ պալատում իրենց սպասում է հերոստրատը Միրուժան Արծրունին Չեմ Բրուտոսը եւ լավ այսպես շատ մեծ պատմական ահռելի վիթխարի կերպարներին չհամատենք բայց մեր կորուստն է մեր այսպես գյորա հա իհարկե մեր համար ահռելի մեսկայական կորուստը այս բանին գոնե անվերականգնելի միով բանիվ եւ չէ գիտես ինչ հերոսը նաեւ վերջացնելով հերոսն ու հակահերոսը նաեւ ինչ են անում ժողովրդին եւ ողջավորություն են տալիս եւ աշխարհում ժողովրդի պատիվը բարձր են պահում հիմա կամ հակառակը հիմա երբ որ Ազնավուրը դուրս էր գալիս բեմ Հենրիկ Մխիթարյանը դուրս է գալիս դաշտ Լևոն Արոնյանը մոտենում է շախմատի տախտակին աշխարհում մի հատ ինչ որ արկայծում է որ հայ եւ չգիտեմ գոլ խփեց հայ եւ այլն այդ ժողովրդի մասին դրական պատկերացում ժողովրդին էլ ողջավորություն հիմա երբ որ անգամ այսպես sense կռացած միջազգային բանում Mr. Trump, I am the Prime Minister of Armenia. Do you remember me? Լուկաշենկոն կամ մյուսը ծաղրում են կամ ինչ որ պատասխանը sense կիսավախվորած, կիսաբան, եւ այդ շրջանում, եւ աշխարհում, եւ քո ժողովրդի մոտ միանգամից բան, այսինքն Задержаву обидно։ Հերոսներն է որ քեզ ողջավորություն տա, հակահերոսներն է որ քեզ ամոթ տա։ Հիմա նայեք, ցեզ ողջավորություն է տալիս միջազգային ասպարեզում չեմ ասում ինչ որ բանի ներքաղաքական ինչ որ գյուղում ծափահարություններով դիմալ ձեզ ողջավորություն է տալիս թե պարտության եւ խեղճության բան է տալիս բայց դե ժամի ընթացքում այս կարճատև ընթացքում հակահերոսներին ընդունելու են որպես հերոսներ որպես կեղծ նեռոններ բայց միևնույնն է ժամանակի դեմ անզոր են միով բանի Այսօր մենք խոսում ենք հերոսների եւ հակահերոսների մասին,
խոսում էինք դրանց ստեղծման, դրանց այսպես կերտման, պետական պայմանական պատվերների, թե ինչպես է ստեղծում հերոսներն ու հակահերոսները, ու իրականում սիրելիներ համաձայն լինելով պրոֆեսոր Մելքոնյանի բերած մեջբերման հետ, որ պետք չի փորձել հերոսների կամ հեղինակություն ունեցող մարդկանց մեջ գտնել սրբերի անսխալականների, որտեղ չկան այդպիսի ուղղակի։ Վերջի վերջո ամեն մեկը ինչ-որ մի շրջան ապրում է, շրջանում ունենում է թե հակասականություն, թե ողբերգություններ, թե ամեն ինչ, բայց պետք է նայել գլխավորին, պետք է նայել այդ ամեն ինչի արդյունքում, որն է գլխավորը վերջի վերջո, ինչպիսի ինքը արդյունք է տվել, ինչ քայլերի է գնացել եւ այլն։ Այդ տրամաբանության մեջ մենք իսկապես այսօր առավել քան այսօր կարիք ունենք մեզ համար այդ ուղեցիրների, հա, դեպի այդ փարոսներ են, չէ՞, մենք ոնց որ մթության մեջ խարխապում ենք, դեռևս չենք հասկանում ուր են գնում։ Ու մեզ համար շատ կարեւոր է այդ փարոսները, այդ լույսերը, լամպիկները, որպեսզի մենք կարողանանք այդ ուղղությամբ գնանք, որովհետեւ ներողություն մեր սերունդներին բանով դաստիարակելը, չգիտեմ, ինչ ասեմ, այսինքն ձեր զավակներին թողներին, մեր զավակներին, մեր ապագա աստվածառաշ թողներին դաստիարակելը ինչ որ իրական Հայաստան գաղափարախոսություն կոչվող ինչ որ անհասկանալի ցնդաբանությամբ Եվ անհերոս, եւ անհերոս հարկատուն հերոս, այսինքն մեկի համար հերոսը Քյորօղլուն է, մյուսի համար հերոսը, չգիտեմ, Ռոբին Հուդն է, մեզ համար էլ ասենք բան, այլ խանութպանն է օրինակ, որ բերել է ասենք ամսական եւ իհարկե խանութպանին հերոս հռչակող, որին պետքա ծափերով եկեղեցու գավիթում դիմավորել։ Կհանդիպենք։ Եվ որի արձանը պետքա որպես պաշտամունք մնա իր հայրենի քաղաքում։ Շնորհակալ ենք շատ մեզ հետևելու համար, գրեք մեզ, չգիտեմ, հետևեք, մեկնաբանեք, այդ ամեն ինչը խորհուրդ ենք տալիս եւ խնդրում ենք անել ընդամենը, եթե հայատառ է, ապա Մեսրոպյան այբուբենով, եթե լատինատառ է, ապա գոնե լավ անգլերենով կամ գերմաներենով կամ ֆրանսերենով։ Դա միշտ կոմենտները բոլորը լավ։ 99% 95%-ով ամեն ինչ լավ է։ Շնորհակալ ենք շատ։